իրականում տարբեր պահանջներ, առաջարկներ, գաղափարներ ներկայացվելու են նաև այսօր, որոնք կոնկրետ գործողություններ են ու խորհրդի անունից մենք պահանջելու ենք, որ այդ գործողությունները կատարվեն կառավարության կողմից տվյալ դեպքում իդեմս արտգործնախարարության հաշվի առնելով, որ դրանք արտաքին քաղաքական բնույթի գործողություններ են, իհարկե ես այդքան վարդագույն ակտոսներով չեմ նայում իրականությանը եւ մենք բոլորս խորհուրդն էլ, բայց մեզ համար շատ կարեւոր է, որ մենք անընդհատ մեր խնդիրներն ու մեր պահանջները կարողանանք ներկայացնել եւ այնքան կոնկրետ լինենք, գործնական լինենք, որ շատ ընդհանրական ձևակերպումներ չլինեն եւ դրան զուգահեռ նաեւ լինի հանրային ճնշում, որովհետեւ եթե մենք ճնշում չենք գործադրում, չենք բարձրաձայնում մեր խնդիրների, մեր իրավունքների պաշտպանության մասին, շատերը մեկնաբանում են թե ներսում, թե դրսում, թե այսպես ասած Արցախի էջը փակված է եւ մարսել են բոլորը Արցախի ժողովրդի բռնի տեղահանումը, հայրենազրկումը։ Այս պարագայում արտգործնախարարությունը, իդեմս արտգործնախարարության կառավարությունը համար մեկ պատասխանատուն է, որ Արցախի էջը չպետք է փակվի եւ քանի կա Արցախի ժողովուրդ, կա նաեւ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խնդիր եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունը համար մեկ սուբյեկտն է, որը այս ուղղությամբ շատ լուրջ անելիքներ ունի։ Բայց սպասելիքներն ինչպիսին են մի իշխանությունից, որը Արցախը ճանաչել է Ադրբեջանի հայտարարել է, ասում է Ես բազմիցս եմ ասել, որ եթե մենք նայենք զուտ իրենց գործողություններին, իհարկե ոչ մի էական սպասելիք չկա, բայց բոլորս տեսնում ենք, որ հանրային ճնշումը որոշակի ազդեցություն կարող է ունենալ։ Հիշում եք նաև, կարծեմ փետրվարի 28-ին գերիների վերաբերյալ արտգործնախարարության հայտարարությունը, որ 1.5 տարի շարունակ նմանատիպ հայտարարություն չէր եղել, ինչու եղավ, որովհետև կար հանրային ճնշում։ Եվ այդ հանրային ճնշմանը համապատասխան որոշակի գործողություններ տեղի են ունենում։ Բայց փոքրաթիվ ակցիան հանրային ճնշում է կամ փոքրաթիվ ակցիան կարող ենք համարել ուղղակի սիմվոլիկ հանրային ճնշում, բայց եկեք քանակով չկողմնորոշվենք, որովհետև մենք բոլորս այստեղ կանգնած ենք ի շարունակություն մարտի 29-ի մեծ հանրահավաքի, այսինքն այնտեղ այդ հանրահավաքին գտնվող բոլոր մարդիկ համակարծիք են նաև այս ակցիայում ներկայացված պահանջների։ Իսկ այդ մեծ հանրահավաքը ինչ-որ արդյունք տվեց։ Մեծ հանրահավաքը առնվազն տեղեկատվական հանրային օրակարգի տեսանկյունից, այո, որոշակի արդյունք տվել է եւ այն, որ գործնականում իշխանությունները որոշակի անհանգստություն ցույց են տվել եւ համապատասխան առաջարկներ են արել, որոնք իհարկե կիսատ են, ամբողջական չեն, բայց նաև այդ այսպես ասած զիջումները կամ ընդառաջ քայլը, այո, ցույց է տալիս, որ արդյունք կա։ Չհաշված, որ հանրային դաշտում էլ մենք օրակարգ ենք վերադարձրել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցերը թե ներքին առումով, թե արտաքին առումով։ Դրա համար ես կարծում եմ ինքնին պայքարը, այդ թվում հանրային ակցիաներով շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք մեր հարցերը բարձրաձայնել եւ հետամուտ լինել, որ այդ խնդիրները լուծումներ ստանան։ Պարոն Բեգլարյան, ինչ-որ կաշկանդող հանգամանք կա, որ արցախցիները խուսափում են օրվա իշխանությունների հրաժարականի հարց բարձրացնել։ Օրինակ, շատերն ասում են մենք չենք ընտրել, դրա համար հրաժարականի հարց չենք բարձրացնում։ Դուք ինչ կարող եք ասել։ Ես ուրիշների անունից չեմ կարող ասել, իմ անձնական դիրքորոշումը դուք գիտեք, վաղուց ես արտահայտում եմ իշխանությունների վերաբերյալ, այդ թվում սրբազան պայքարի ժամանակ, բայց կաշկանդող որևէ էական հանգամանք չկա, ուղղակի խորհրդի կողմից, այսինքն արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից հրապարակվել է պահանջագիր, որը մեր օրակարգն է, մեր գործողությունների օրակարգն է, բայց խորհրդի անդամ անձինք եւ կազմակերպությունները բնականաբար ազատ են իրենց քաղաքական դիրքորոշումները հայտնելու, այդ թվում ես, բայց բուն խորհրդի օրակարգը իշխանափոխության հարց կամ օրակարգ չի ներառում, որովհետև ուղղակիորեն խորհրդի օրակարգը ներառում է
Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցեր։ Այստեղ կաշկանդվածություն չասեմ, բայց սահմանափակությունը սա է խորհրդի մասով։ Իսկ թե ով ինչ դիրքորոշում ունի, բոլորը ազատ են իրենց քաղաքական դիրքորոշումներում եւ գործողություններում։ Ինչ նշումը ըստ ձեզ, պարոն Բեկլարյան, միջազգային հանրության վրա, միջազգային կառույցների վրա առանց մեր իշխանության աշխատանքի որքան ազդեցություն կունենա հանրային ստեղի ճնշումը միջազգային կառույցների վրա։ Չի կարող բավարար ազդեցություն ունենալ, ես անձամբ դա էլ նկատում եմ, երբ տարբեր երկրներ այցելում եմ կամ այստեղ դիվանագետներին եմ հանդիպում, բոլորն էլ շատ ուղիղ կերպով ասում են, ինչ եք մեզնից ուզում, եթե Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական օրակարգում այդ հարցերը չկան, այլ հակառակը իրենք ասում են Արցախի հարց այլևս մեր օրակարգում գոյություն չունի, եւ սա բավականին տրամաբանական պատասխան է։ Դրա համար բոլորս պետք է գիտակցենք, որ առաջին հերթին մենք Հայաստանի Հանրապետության իշխանություններից ունենք պահանջներ, որպեսզի մեր Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության երաշխավորման հարցերը լինեն արտաքին քաղաքական օրակարգում, սակայն դա չի նշանակում, որ դրան զուգահեռ մենք միջազգային կառույցներից կամ կոնկրետ պետություններից պահանջներ, ակնկալիքներ չունենանք։ Զուգահեռաբար պետք է այդ ուղղությամբ էլ աշխատել։